Ինչու են մարդիկ պաշտում ուժեղ առաջնորդներին։ Մարդիկ չեն պաշտում ուժեղ առաջնորդներին միայն նրա համար, որ նրանք ուժեղ են։ Նրանք պաշտում են նրանց, որովհետև հոգնել են իրենց ներսի թուլությունից։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է անորոշության մեջ, երբ վաղվա օրը մշուշոտ է, իսկ պատասխանատվությունը ծանր, նա սկսում է երազել մեկի մասին, ով կվերցնի այդ ծանրությունը։ Ուժեղ առաջնորդը հենց այդ երազանքն է մարմնավորում։ Նա խոստանում է պարզություն մի աշխարհում, որը չափազանց բարդ է դարձել։ Ուժեղ առաջնորդն ասում է. «Ես գիտեմ ինչ անել», եւ մարդիկ շունչ են քաշում, ոչ թե որովհետև դա ճիշտ է, այլ որովհետև դա հանգստացնող է։ Մարդիկ հաճախ շփոթում են ուժը վստահության հետ, բարձր ձայնը ճշմարտության, վճռականությունը բարոյականության, բայց իրականում ուժեղ առաջնորդի պաշտամունքը ծնվում է վախից։ Ազատությունը պահանջում է մտածել, իսկ մտածելը ցավոտ է։ Շատ ավելի հեշտ է հավատալ մեկին, որը խոսում է քո փոխարեն։ Ուժեղ առաջնորդները չեն ծնվում միայն նկրտումներից, նրանք ծնվում են հասարակությունների հոգնածությունից։ Երբ մարդիկ այլևս չեն հավատում միմյանց, սկսում են հավատալ մեկին, երբ երկխոսությունը փոխարինում է կարգախոսով, իսկ կասկածը հավատարմությամբ, եւ այդ պահին ուժը դառնում է սրբություն։ Մարդիկ ուզում են հայր, ոչ թե գործընկեր, դատավոր, ոչ թե հարց, ձեռք, որը կբռնի նույնիսկ եթե սեղմի չափից շատ, բայց ամենաողբերգականն այն է, որ ուժեղ առաջնորդներին պաշտող հասարակությունները հաճախ չեն նկատում ինչ են զոհաբերում։ Նրանք զոհաբերում են սեփական խիղճը, հանուն կարգի, սեփական մտածողությունը հանուն անվտանգ զգալու, սեփական ձայնը հանուն մի ձայնի։ Ուժեղ առաջնորդը վտանգավոր է ոչ թե այն պատճառով, որ նա ուժեղ է, այլ որովհետև նրան թույլ են տալիս լինել ամեն ինչի չափանիշը։ Երբ վերջապես մարդիկ արթնանում են, պարզվում է ոչ թե առաջնորդն էր չափազանց մեծ, այլ հասարակությունը չափազանց փոքր իր ազատության համար։